Ողջույն, ես Նաիռան եմ, Excelist Training Center-ի վերլուծաբանների թիմի ներկայացուցիչներից։ Համացանցում մեր կազմակերպության կայքն է excelist.am-ը։ Այստեղ կարող եք ծանոթանալ տվյալների վերլուծության և տվյալահեն մենեջմենթի վերաբերյալ մեր դասընթացներին։ Այսօր կծանոթանանք SQL-ի ամենակարևոր գործիքներից join-ներին։ Join-ները թույլ են տալիս միացնել երկու կամ ավելի աղյուսակների տողերը ընդհանուր դաշտերի միջոցով։ Join-ի կառուցվածքը հետևյալն է։ Մենք գրում ենք select, հետո նշում ենք առաջին աղյուսակը, ապա join-ով միացնում ենք երկրորդ աղյուսակը և on հատվածում նշում ենք, թե որ դաշտերով պետք է կապվեն դրանք։ Այսինքն, հենց on պայմանն է որոշում, թե որ տողերն են իրար համապատասխան։ Join-ների հիմնական տեսակներն են inner, left, right, full outer, cross և self join-ները։ Հիմա հերթով կանդրադառնանք յուրաքանչյուրին և կդիտարկենք օրինակներ։ Մինչև տեսակներին անցնելը նշեմ, որ այս տեսանյութի ընթացքում ձեզ սպասվում է SQL դասընթացի մասնակցության հատուկ պրոմոկոդ։ Այնպես որ եղեք ուշադիր։ Սկսենք inner join-ից։ Inner join-ը վերադարձնում է միայն այն տողերը, որոնց միջև կա համապատասխանություն երկու աղյուսակներում։ Այսինքն, եթե տվյալը մի աղյուսակում կա, բայց մյուսում չկա, այդ տողը արդյունքի մեջ չի հայտնվի։ Դիտարկենք օրինակ։ Այստեղ employees աղյուսակից վերցվում են աշխատակիցների ID-ները, անունները և ազգանունները, departments աղյուսակից բաժնի անունը։ Միացումը կատարվում է այս պայմանով. աշխատակցի department ID-ն հավասար է բաժնի department ID-ին։ Հիմա անցնենք left join-ին։ Left join-ը վերադարձնում է ձախ աղյուսակի բոլոր տողերը, անկախ նրանից կա համապատասխանություն աջ աղյուսակում, թե ոչ։ Եթե համապատասխան տող չկա աջ աղյուսակում, ապա աջ աղյուսակի սյունակների արժեքները կլինեն null։ Դիտարկենք օրինակ։ Այս հարցման մեջ օգտագործվում է left join, որպեսզի միավորենք employees և departments աղյուսակները։ Արդյունքում վերադարձվում են բոլոր աշխատակիցները, իսկ համապատասխան բաժնի անունը վերցվում է departments աղյուսակից։ Եթե աշխատակիցը բաժին չունի, ապա department name դաշտում կստանանք null։ Right join-ը շատ նման է left join-ին, բայց աշխատում է հակառակ ուղղությամբ։ Այն պահպանում է աջ աղյուսակի բոլոր տողերը և փորձում է դրանց համար գտնել համապատասխանություն ձախ աղյուսակում։ Եթե համապատասխանություն չկա, ապա ձախ աղյուսակի տվյալները կլինեն null։ Պրակտիկայում սովորաբար ավելի շատ օգտագործում են left join, որովհետև ավելի հեշտ է վերահսկել աղյուսակների հերթականությունը։ Դիտարկենք օրինակ։ Right join-ը վերադարձնում է բոլոր տողերն աջ աղյուսակից, այս դեպքում employees աղյուսակից, և համապատասխանող տողերը ձախ աղյուսակից, այս դեպքում departments աղյուսակից։ Եթե ձախ աղյուսակում համապատասխան տող չի գտնվում, ապա այդ աղյուսակի սյունակներում արժեքները կլինեն null։ Քանի որ դեռ մեզ հետ եք, նշանակում է իսկապես ուզում եք տիրապետել SQL-ին։ Օգտագործեք 5% զեղչի YouTube SQL պրոմոկոդը մեր կայքում դասընթացին գրանցվելիս։ Անցնենք հաջորդ տեսակին՝ full outer join։ Full outer join-ը վերադարձնում է երկու աղյուսակների բոլոր տողերը։ Եթե կա համապատասխանություն, տվյալները միավորվում են, իսկ եթե չկա, մյուս կողմի սյունակներում ստանում ենք null։ Օրինակ, միավորենք բաժինների և աշխատողների աղյուսակները։ Այս հարցումը վերադարձնում է բոլոր բաժինները, անկախ նրանից ունեն աշխատակից թե ոչ, բոլոր աշխատակիցների ID-ն և անուն ազգանունը, անկախ նրանից պատկանում են որևէ բաժնի թե ոչ։ Եթե department ID-ները համընկնում են, ապա երկու աղյուսակներից վերցված տվյալները միավորվում են։ Եթե բաժինը չունի աշխատակից, ապա employees աղյուսակից վերցվող 3 դաշտերի արժեքները լրացվում են null։
Եթե աշխատակիցը չունի համապատասխան բաժին, ապա departments աղյուսակից վերցվող երկու դաշտերի արժեքները լրացվում են null։ Cross join-ը մի փոքր տարբերվում է մյուսներից։ Այստեղ կապի պայման չենք գրում։ Փոխարենը յուրաքանչյուր տող մի աղյուսակից միացվում է մյուս աղյուսակի բոլոր տողերի հետ։ Սա կոչվում է Դեկարտյան արտադրյալ։ Արդյունքում ստացվում են բոլոր հնարավոր զույգերը, իսկ տողերի քանակը կարող է շատ արագ մեծանալ, եթե աղյուսակները մեծ են։ Սովորաբար կիրառում ենք, երբ պետք են բոլոր հնարավոր զույգերը։ Դիտարկենք օրինակ, վերցնենք պաշտոնների և բաժինների բոլոր հնարավոր զույգերը։ Արդյունքում ստացվող տողերի քանակը հավասար կլինի jobs և departments աղյուսակների տողերի թվերի արտադրյալին։ Եթե երկու աղյուսակներն էլ մեծ են, ապա արդյունքը կարող է լինել շատ մեծ։ Անցնենք self-join-ին։ Self-join-ը նշանակում է, որ նույն աղյուսակը միացվում է ինքն իր հետ։ Այն օգտագործվում է, երբ տվյալ աղյուսակի տողերը կապված են միմյանց հետ, օրինակ, աշխատող մենեջեր հիերարխիայի դեպքում։ Դիտարկենք մեկ օրինակ։ Այս հարցումը վերադարձնում է յուրաքանչյուր աշխատողի անունը և իր մենեջերի անունը։ Employees աղյուսակը օգտագործվում է երկու անգամ, բայց տարբեր անուններով։ Առաջին անգամ E ներկայացնում է աշխատողին, և երկրորդը M ներկայացնում է նրա մենեջերին։ Օգտագործվում է left join, որպեսզի բոլոր աշխատողները ընդգրկվեն արդյունքի մեջ, նույնիսկ նրանք, ովքեր մենեջեր չունեն։ Օրինակ, ամենաբարձր ղեկավարները։ Այդ դեպքերում manager name դաշտում արժեքը կլինի null։ On E-manager ID հավասար է M employee ID պայմանը կապում է յուրաքանչյուր աշխատողի իր մենեջերի հետ, համեմատելով աշխատողի manager ID-ն մենեջերի employee ID-ի հետ։ Հստակեցնենք, որ որպես այդպիսին self-join բանալի բառ չկա։ Սա գաղափար է, որ կարելի է իրականացնել ցանկացած join-ի միջոցով։ Այսպիսով, տեսանք join-ների հիմնական տեսակները և հասկացանք, թե ինչպես կարող ենք միավորել տարբեր աղյուսակների տվյալները։ Join-ներն SQL-ում շատ կարևոր են և գրեթե միշտ օգտագործվում են իրական նախագծերում։ Նշեմ նաև, որ SQL-ի առավել խորացված գիտելիքներ ձեռք բերելու համար կարող եք այցելել exelist.am կայք, SQL Basics դասընթացի բաժին և ծանոթանալ մանրամասներին։ Այստեղ կարող եք տեսնել յուրաքանչյուր դասի թեման ևս։